Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Վերջին օրն է բարեկամներ խոհարարական նոր արարություններին, որտեղ մասնակցում են ավագ խոհարարները եւ ներկայացնում են իրենց նոր արարությունները։ Բացի նոր արարություններից, այստեղից մենք այսօր պատրաստվում ենք ձեզ ուղարկել լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Այդ ամբողջին ինձ կօգնի բարեկամներ Նորաբաց Մամուլյան եւ ընկերներ Գինետան ավագ խոհարար Անդրանիկ Թությանը, ողջույն Անդրանիկ։ Բարև ձեզ։ Ինչպես ես եղբայր։ Շնորհակալություն շատ։ Տրամադրությունդ բարձր է։ Բարձր, Ինչի է բարձր տրամադրությունը։ որովհետև այսօր դամածո ենք պատրաստելու, պարոն Մամուլյան։ Շատ լավ, նորարարությունը նորից վերաբերվում է դամածոին, գինեպ դամածոններ։ Ինչ բաղադրություն ունի այսօրվա դամածոն։ Այսօրվա դամածոն պատրաստվելու է գինեպ դամածոն, պատրաստվելու է խոզի մսից։ Խոզի ծունկ է իր ասում։ Մաչա ենք ասում։ Սրունք։ Ժողովրդական լեզվով ասում ենք մաչա, սրունք։ Այո, Գրական սրունք։ շատ լավ։ Եվ ինչ բաղադրություն ունի։ Նախքան բաղադրության անցնել, հիմա կներկայացնենք բաղադրությունը, ուղղակի ասեմ, որ դամածո, գինեպ դամածոն պատրաստելու համար նախորոք պետք է կճուճի մեջ է պատրաստում, թեկուզ կլինի եւ կաթսայի մեջ։ Չէ, կաթսայի մեջ այս պրինցիպը հարկավոր չի, հենց կճուճին վերաբերվող պրինցիպը կճուճը պետք է նախորոք լցնել եռման ջրով, որպիսի ծակոտիկները լցվեն, հագենան գոլոշիով, որ հետո մեր դամածոն ճիշտ աշխատա, իր աշխատանքը ճիշտ կատարի, այսինքն մթերքը դամելուց ավելորդ գոլոշի բաց չթողնի։ Շատ լավ եղբայր։ Դրա համար հիմա մենք դադարգենք տաք ջուրը ու անցնենք Կգա Անդրանիկը, ես հիշեցնեմ, օգտագործելու ենք ճարպ, ընկույզ կամ շագանակ, բարեկամներ, այս պահին շագանակ չկա, չճարվեց, հույս ունենք, որ միշտ կլինի։ Սալորաչիր եւ պաստեղ սալորից խոզի համապատասխան մսակտոր, արդեն նշեցինք սրունքները, սպիտակ անապագինի, կծու պղպեղ եւ ուրց։ Այո։ Եվ միայն աղ։ Վերջում ուրց, դե նու աղ ընթացքում, իսկ ուրցը վերջում։ Շատ լավ։ Գնացինք։ Անցնենք պրոցեսին։ Ջուրը դադարելուց հետո կճուճը առաջին հենց տակը շերտը մենք խոզի ճարպով ենք լցնում։ Անդրանիկ ջան, հիշում ես, որ միասին սովորում էինք։ Այո, պարոն Մամուլյան, ես գիտեմ, որ մենք երկուսս էլ նույն տեղն ենք ավարտել։ Նույն ուսումնարանում ենք սովորել, քանակեր 17-րդ Քանակերը 17 խորհրդարական ուսումնարան, բայց ասեմ մի բան, իհարկե անցել են այդ ժամանակները, երբ որ ուսումնարանը նայվում էր որպես 3-4 կատեգորիայի, մասնագիտական կրթության համար բավականին բայց եթե լավ կրթություն էինք ստանում, համեմատենք այն ժամանակվա քիչ ներդրումներն ու շատ գիտելիքները, որ տրվում էին, ապա դա մերը երևի ոչ թե կլիներ խոհարարական ուսումնարան, այլ խոհարարական ակադեմիա։ շատ լավ, ես կարծում եմ բավական է, ինչ կարծիք ես, սա այսպես։ Մենք նորից եւս մեկ անգամ պատրաստում ենք դամածո, բայց այստեղ հեռուստադիտողների մեջ կան վստահաբար պիտի նշեմ, որ երիտասարդ խոհարարներ եւ գաղտնիք չասենք, բայց ընդհանրապես հուշենք, որ շարելուց հետո պիտի մի կես ժամ պահվի։ Սկզբից մի քիչ համբերտանք կանաչի։ Կանաչի։ Ինչ կանաչի։ Մենք ուրցով ենք անում, այլ կանաչի չենք օգտագործելու։ Չենք օգտագործելու, բայց հարգը փակելու համար մի քիչ երևի համեմ օգտագործենք։ Համեմ օգտագործենք։ Լավ։ Շատ լավ։ Ուղղակի չեմ ամիջապես ճարպի վրան չդնելու համար։ Համքեղ, խնդրեմ։ Քիչ։ Կանաչին կտրատվում է մեծ, որովհետև ինքը դամածոյի մեջ սևանում է, դրա համար, եթե մեծ ենք կտրում, տարբերությունը կա, չի սևանում։ Եվ պատրաստ, տեսեք, մենք գործընթացը տևում է մոտորապես 3-ից 4 ժամ։ Ինչ անել, որպեսզի կարողանանք մենք այս կերակրատեսակով սպասարկենք մեր հյուրերին։ Դրա համար պատրաստի դամածոն կարող ենք հերմետիկ փակված մինչև +5 աստիճան պայմաններում պահել 3-ից 4 օր։ Նորից պատվերը եկավ, դրեցինք, տաքացրինք,
գինով նորից բացեցինք եւ մատուցեցինք։ Որևէ որակական կորուստ չունենք։ Միսը հավաքելու շարելն էլ ունի պրինցիպ, որովհետև պետքա միսը պատերի տակով հավաքվի, որովհետև կենտրոնում մենք նորից մի քիչ կարողա ճարպ ավելացնենք, չէ որ ինքը առանց ջրի է։ Այո։ Դե քանի որ ջուր չի օգտագործվում, պետքա գոնե հավաքումը ճիշտը լինի, որ ասենք հյութեղ լինի ու համեղ լինի։ Անդրանիկ ջան, իսկ հորթից որ մասը կարելի է օգտագործել, որ մասով ենք դամածո անում։ Հորթի մսից էլ կարելի է օգտագործել սրունք, բայց քանի որ ինքը ավելի հորթը, ասենք, խոզին համեմատած ավելի ձիգ միսը, ավելի նուրբ մասից կարելի է օգտագործել։ Այսինքն կարելի է օգտագործել սպիտակ մսից բդի, միջուկ սպիտակ մսից բդի, որ մեր լեզվով ձուկ ենք ասում։ Այո։ Կարելի է օգտագործել, Շատ լավ։ բայց էլի նույն պրինցիպով։ Վերևից ներքև, այսինքն կտրած կտորը հավաքվելու է վերևից ներքև, որովհետև միսը ինքը ներքևից սնուցվում է դամելու ժամանակ։ Իսկ եթե կողքի դնենք, փագա չունի սնուցվելու տեղ, պետքա կտրածով, այսինքն կտրածով դնենք, որ տակից սնուցվի ու հյութեղանա, որ կտորները պարունակեն այդ հյութը իրանց մեջ։ Շատ ապրես դու, այստեղ Այս է պրինցիպը դամածոյի ավելորդ հավաքման։ չեմ համարում հիշել մեր մեծ վարպետ Արամյանին, հիշում ես։ Այո, որ մեր դասավանդում ուսումնարանում խոհարարության Արամյան, վարպետ այո։ էր, խոհարարության վարպետ էր։ Լուսիշնի թող շիրին։ Գնացինք, հիմա Հիմա կես ժամ, փակում ենք բերանը, ուղարկում ենք կես ժամ ջեռոց, ինքը նախնական դամելուց հետո, հարգելի հեռուստադիտող, պետքա մի կես ժամ 35 րոպե պետքա դամի։ Նոր նրանից հետո կբերենք ու կհավաքենք արդեն համեմունքները, ընկույզը, ուրցը, սալորաչիրը շատ լավ, եւ կավելացնենք գինին։ կես ժամ 160 աստիճանի տակ կունենանք այս կերակուրը կես ժամից հետո կաշխատենք նրա վրա նորից եւ կներկայանա մեզ իր ամբողջ շուկով։ Սպասենք այդ րոպեները։ Անդրանիկ ջան, արդեն դամվեց Կիսադամված արդեն մեր դամածոն, գինեպ դամածոն վերադարձնում ենք մեզ մոտ խոհանոց։ Շատ լավ։ Հիմա ավելացնում ենք նրա մեջ աղը։ Առաջինը աղը, քանի ես ինքը միսը այդ իր հյութը դուրս է տվել, որ քաշի իր մեջ։ Անկույզը ես կտրատում եմ առանց քեզ հարցնելու։ Չէ՞, դեպք հարցնեի։ Կտրատում ենք ընկույզը դամածոյի, բայց ասենք մի քիչ մեծ կտորներով։ Շատ լավ։ Եվ նորից իջեցնենք մեր հեռուստադիտողներին, որ շատ ավելի համեղ կլինի, եթե մենք օգտագործենք շագանակ։ Շագանակ, ուղղակի մեր ձեռքի տակ հիմա ունենք ընկույզ, դրա համար ընկույզ ենք Շատ լավ, օգտագործում։ եղբայր, խնդրեմ։ Ավելացնում ենք հիմա ընկույզը։ Ընկույզը ավելացրինք։ Ընկույզից հետո ավելացնում ենք սալորաչիր։ Կարող ենք օգտագործել նաև սալոր։ Թթու սալոր, կարող ենք նաև ասենք հիմա Մի քիչ մի քիչ պաստեղ, պաստեղ, էլի շլորից պաստեղ։ շլորից պատրաստված։ Սպիտակ անապակ, Սպիտակ գինին, հայկական։ ուրց, Սարի ուրց, ուրցն էլ ունի իր գցելու ձևը, ասենք պետք չի շատ փշրել։ Թող մեծ տերևներով մնա, ավելի ձյուրին։ թողնենք։ Թեթևակի, ասենք կարելի է ջարդել թեթևակի։ Այսպես եւ Եվ վերջում մեկ ամբողջությամբ պղպեղ, կծու պղպեղ մեկ ամբողջությամբ։ Եթե ասենք իրա չափսան հենց է, կարելի է կորությամբ մտցնել։ Համենայն դեպս պետք չի կտրատել։ Ինքը մեկ ամբողջությամբ շատ գեղեցիկ է լինում ու կլինի նաև համեղ։ Եվ ուղարկում ենք ջեռոց։ եւս 2 ժամ
Ուղարկում ենք ջեռոց, մսի դեպքում այո, ուղիղ 2 ժամ, էլի 160-ից 170 աստիճանի տակ։ Լավ, գնացինք 2 ժամ էլ կսպասենք եւ կերակուրը արդեն կներկայանա մեզ ամբողջ շփով։ Այո։ Անդրանիկ ջան, Այո։ կարող ես ներկայացրել ինչ ստացվեց, ինչ եղավ վերջի վերջո։ Դե վերջով ստացանք գինեպ դամածոն։ Սա իհարկե խոզի մսից է։ Այո։ Բուրմունքը այլ է, ոչ այն ձկովը։ Սրա ավելի հետաքրքիր, այս դամածոյի ավելի հետաքրքիրն այն է ստացվել, որ ճիշտ է, ասենք մեջը հյութը մի քիչ ավելի քիչ է, բայց ավելի ինձ ճիշտ գամ, ճիշտ գույն ենք ստացել մեջը։ Շատ լավ։ Բարեկամներ, ես հիշեցնեմ, ինչ պատրաստեցինք խոզի մսից գինեպ դամածո։ Բաղադրությունը խոզի սրունքներ, օգտագործեցինք սև սալորաչիր, բայց կարող ենք նաև թարմ սալոր օգտագործել, շագանակ կամ ընկույզ, ուրց, աղ եւ ամբողջական 1 հատիկ կծու պղպեղ։ Ահա ամբողջը։ Շատ ապրես եւ ուզում եմ, որ դու քո սրտի ցանկությունը հայտնես մեր հեռուստադիտողներին։ Դե հեռուստադիտողներին եւ իհարկե մեր բոլոր ժողովրդին կցանկանամ ապրելակերպը մի քիչ ավելի լավ լինի, որ քաղաքում ուղակի քայլելուց ուրախ դեմքեր տեսնենք։ Շատ լավ, բարեկամներ, ցանկանում ենք, որ ձեր ապրելակերպը լավանա եւ մենք բոլորս ուրախ շրջենք մեր սիրելի մայրաքաղաքում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք այսօրվա համար պատրաստել, պիտի անպայման նշեմ, որ կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությունով եւ հետը ճաշակել կարմիր անապակ հայկական անսպառ գինի։ Այսքանն էր այսօրվա համար։ Լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Խոզի մսի դամածո։ Խոզի միս 400 գրամ, ճարպ 200 գրամ, ընկույզ 150 գրամ, սալորի չիր 100 գրամ, սալորի պաստեղ 2 ճաշի կտալ, կծու տակդեղ 1 հատ, գինի 100 միլիգրամ, աղ, ուրց։ Բարեախորժակ։